Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները չեն դադարում։ Վաշինգտոնը փորձում է վերականգնել դիվանագիտական ջանքերը, Թեհրանը կոշտ դիրքորոշում է հայտնում, բանակցությունները չեն հանգեցնի պատժամիջոցների վերացմանը։ Թրամփը բազմիցս սպառնացել է ռազմական միջամտությամբ հարցը լուծել, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ։ Հայտարարությունները ըստ իրանագետ Գարիկ Միսակյանի միտված են մեր բարեկամ երկրին ճնշման ներքո պահելու եւ սպառնողական տեսանկյունից բանակցային գործընթացի տանելու։ Սա բնավ օրինակ պատերազմի հայտարարություն չէր Թրամփի կողմից Իրանին։ Քարոզչական ավելի շատ հնարքեր, որովհետև Իրանի դեմ պատերազմը ինչքան էլ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար թվա թե հեշտ է լինելու, բայց բավականին դժվար պատերազմ է լինելու։ Նույն Թրամփը մինչև այդ հայտարարել էր, որ տեղյակ է Իրանի ռազմական հզորությունից եւ հայտարարել էր, որ ամենառազմականացված եւ հզոր պետություններից մեկն է։ Ինչքան էլ որ օդուժ է Իսրայելի օգնությունը եւ այլն, ունակ են Իրանին լուրջ ռազմական հարվածներ հասցնելու, բայց նաեւ դրա պատասխանն է բավականին ցավոտ լինելու եւ չեմ կարծում Միացյալ Նահանգները որևէ կերպ գնալու են ռազմական լուծման, այլ ճնշման տակ են պահելու Իրանին բերելու գործընթաց բանակցային։ 2015-ի միջուկային համաձայնագիրը Թրամփը 2018-ին միակողմանի խզեց։ Ըստ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեինի, Վաշինգտոնի վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ Իրանը պետք է ավելի քիչ ապավինի դիվանագիտությանն ու ավելի շատ կենտրոնանա ներքին դիմադրության վրա։ Շահեկան դիրքից հանդես գալը այս պահին Իրանի համար առաջնային է։ Իրանագետը հնարավոր է համարում որոշակի բանակցային գործընթացի վերսկսումը։ Իրանական կողմը իր տեսանկյունից ելնելով փորձում է առավելագույն կերպով մեծացնել խաղադրույքները եւ բանակցային գործընթացի նստել Միացյալ Նահանգների հետ որոշակի շահած դիրքերից։ Օրինակ դուրս թողնել հրթիռային ծրագիրը բանակցային գործընթացից կամ ԱԹՍ-ների ծրագիրը կենտրոնանալ միջուկային ծրագրի վրա։ Այսինքն մի քանի խնդիրներ կան, որոնք կողմերը շահարկում են եւ կարծում եմ որոշակի փուլում հնարավոր է բանակցային գործընթացների վերսկսում։ Միացյալ Նահանգները միտված է եւ ուկրաինական պատերազմն ավարտելուն եւ Իրանի հետ որոշակի գործընթաց սկսելուն։ Հարևան երկրի հետ կապված յուրաքանչյուր գործողություն ուղիղ ազդեցություն է ունենալու Հարավային Կովկասի վրա։ Ամեն ինչ Հարավային Կովկասում նաև կապակցված է Իրանի հետ։ Նույն Ադրբեջանում իսրայելական ներկայությունը, Իսրայելի կողմից Ադրբեջանի նովանավորությունը, ամեն ինչ կախված է հենց նաև Իրանի գործոնի հետ եւ իսրայելական կողմն էլ փորձելու է հակաիրանական գործողությունների գնալ անհրաժեշտության դեպքում։ Ինչ վերաբերում է խաղաղության Հարավային Կովկասում, ապա դա կախված է միայն գացում թուրքական պետություններից եւ իրենց ճշտամական դիրքորոշումից։ Եվ Հայաստանի նկատմամբ եւ նաեւ Իրանի նկատմամբ։ Լարվածությունը պահպանվում է ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև Իսրայելի հետ հարաբերություններում, որը շարունակում է ռազմական գործողությունները Գազայում։ Մերձավոր Արևելքում հիմնական խաղացողների ուժերի վերադասավորման գործընթաց է տեղի ունենում։ Խաղաղությունն ու կայունությունը մեծապես կախված են նրանցից։ Իրան-Իսրայել հարաբերությունները գրեթե միշտ լարված են եղել, բայց նաև վերջին փուլում դրանց լարվածությունը բավականին նվազել է Թրամփի իշխանության գալուց հետո, կարծես թե եւ նաև այն հայտարարությունից հետո, որ ցանկանում են բանակցային գործընթացի գնալ։ Իսրայելը նաև Սիրիայում իր դիրքերն է ուժեղացնում, ինչը կարող է հետագայում օգտագործել նաև հենց Իրանի դեմ, որովհետեւ գործողություն սկսելու համար։ Այսինքն տարածաշրջանում գրեթե բոլոր պետությունները, հիմնականում Իրանը, Թուրքիան, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները մերձավոր Արևելքում ուժերի վերադասավորում են իրականացնում։ Եվ գրեթե ոչ մեկ խաղաղության չի պատրաստվում, այլ պատրաստվում են անհրաժեշտության դեպքում իրենց համար խնդիրներ լուծելու։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մարտի 13-ին փակ նիստ է գումարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկվում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատրաստած նախագիծը։ Իրանը կընդլայնի միջուկային ծրագիրը, թե միջազգային ճնշումը կստիպի վերադառնալ բանակցությունների սեղան, ցույց կտա ժամանակը։